Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պատրաստել եմ հունական աղցան և ուզում եմ պատրաստման եղանակով ձեր հետ կիսվել։ Շատ համեղ է ստացվում, յուրահատուկ և տեսքը և համը։ Ուրեմն բոլոր բաղադրիչները լվացել եմ, բանջարեղենը լվացել եմ, օգտագործելու եմ հազարի տերևներ, կարմիր գլուխսող, գունավոր պղպեղ, չերի լոլիկ, վարունգ, ձիթապտուղ, ֆետա պանիր, մի փոքր լիմոն և ռեհան եմ օգտագործելու։ Բուսայուղը դաղում ենք, տաքացնում ենք, ավելացնում ենք մի քիչ սև պղպեղ և չոր ռեհան։ Մի լավ խառնում ենք, որպեսզի ավելացնենք կտրատած աղցանին։ Սա դնում ենք մի կողմ։ Պետք է ասեմ, այդ բուսայուղի չափը, օգտագործված ռեհանը, դրանք պետք է վերցնել ձեր քիմքին հաճելի։ Բաղադրիչները շատ մանր չենք կտրատում, նույնպես հազարի տերևը, մի փոքր խոշոր ենք կտրատում։ Ուրեմն պատրաստման ընթացք գոյություն ունի նաև շերտերով դասավորված ափսեի մեջ, բայց քանի որ մեր տանը չեն սիրում այդ հատ-հատ դասավորված աղցանը, որ համեմունքը ամբողջությամբ չի խառնվում, դրա համար ես այդ տեսակով չեմ դասավորում ափսեի մեջ, կպատրաստեմ մեծ ամանի մեջ, հետո կմատուցեմ մատուցման ափսեի մեջ։ Բարակ շերտերով լուսնաձև կտրատեցի նաև կարմիր գլուխսոխը, հիմա այստեղ լոլիկները շատ մանր են, կարող եք նաև հենց սենց հատիկով լցնել, ավելացնել, բայց ես որոշեցի մեջտեղից կիսեմ, որպեսզի և համը լավ տարածվի և ուտելը հարմար լինի։ Շատ խոշոր չափերի վարունգը չեմ կտրատելու, այս տարբերակով եմ կտրատում։ Գունավոր պղպեղը վերցրեք ըստ ցանկությամբ, այստեղ չարլի պղպեղն է, վերցրել եմ գազարագույնը և կարմիրը, աղցանի գույնը ավելի վառ ստանալու համար։ Ինչպիսի կտորներով, որ կցանկանաք, հենց այդպես էլ կտրատեք։ Սա էլ կտրատեցի, վերջացրեցի։ Հիմա կտրատեմ ձիթապտուղը, վերցրել եմ առանց կորիզի ձիթապտուղ, ճիշտն ասած գիտեի, թե կտրատած է, բայց բանից պարզվեց ամբողջությամբ էին հատիկները, պտուղները, դե կտրատեցի։ Ավելացնում ենք բուսայուղը ռեհանով ու սև պղպեղով համեմված, հիմա մի փոքր էլ աղ կանենք և թափահարելով կխառնեմ, որպեսզի տեսքը ոչ մի բանջարեղեն իր տեսքը չկորցնի։ Կիտրոնի հյութը քամում ենք։ Հիմա վերջում ավելացնում ենք ֆետա պանիրը։ Շատ խոշոր չափերի չեմ կտրատի, փոքրիկ խորանարդիկներ պետք է անենք և ավելացնենք աղցանին։ Այստեղ մի քանի կտորը կավելացնեմ հենց աղցանին, նորից կթափահարեմ, հետո մատուցման ափսեի մեջ նաև կավելացնեմ մի փոքր բաժին։ Պետք է ասեմ, որ ֆետա պանիրը, ովքեր չգիտեն, պատրաստված է այծի և ոչխարի կաթից, շատ նուրբ համ ունի։
որպիսի տեսքից չընկնի աղցանը, չտրորվի բանջարեղենը, այսպես թափահարելով կտեղափոխեմ մատուցման ափսեի մեջ և վերջում նորից կավելացնեմ լոլիկ, պանիր ու ձիթապտուղ։ Ահա սիրելիներս, շատ համեղ էր ստացվել, թանձրուկն էլ շատ համեղ էր, փորձեք թեկուզ հենց այս տարբերակով։ Անչափ շնորհակալ եմ, որ դիտեցիք, ովքեր կպատրաստեն այս տարբերակով, թող մեկնաբանության դաշտում գրեն։ Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում, կհանդիպենք նոր վլոգում։